Պարոն Նապետյան, ես ձեզ ունեմ մեկ հարց 3 կոմպոնենտներով։ Եվ ինձ հետաքրքիր է, թե կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները, որոնք դուք կիրառում եք եւ այդ թվում եւ օպերատիվ աշխատանքներով, ինչ արդյունավետություն է արձանագրվել մինչ այս պահը։ Ինչպես հայտնի է, երբ որ էլի Տիգրան Ավինյանի մասին, երբ որ նա փոխվարչապետ էր, իրականացրեց մի ծրագիր եւ ավարտին հասցրեց եւ Հայաստանում սկսվեց արտադրական կանեմփի արտադրություն եւ այդ արտադրության ղեկավար եւ ամբողջությամբ ղեկավար մարմինը ձևավորվեց Տիգրան Ավինյանի մտերիմների միջոցով։ Դրա մասին կան հանրային փաստեր, թե ովքեր են նշանակվել ղեկավար, տնօրեն եւ ամբողջը փոխվարչապետի գրասենյակի աշխատակազմներ։ Այսինքն պետական լծակները օգտագործելով Պաշտոնյան կարողացավ հասնել նրան, որ ստեղծվի բիզնես, հետո իր մտերիմներին ուղղորդեց այդ բիզնեսում աշխատելու։ Սա առաջին դրվագը։ Երկրորդ դրվագը այս մեր կարելի ասել արտադրության մեծ մասի վրա սկսեցին հայտնվել այս QR կոդերը եւ այդ QR կոդերի նորարարությունն էլ կառավարության նիստով երբ որ հաստատվեց եւ դրա գործունեությունը սկսեց ծավալել արդեն մասնավոր ընկերությունը, ընդ որում պատերազմի օրերին եւ հատուկ վերաբերմունքով այդ Պաշտոնյան հարկային ծառայության ղեկավարի տեղակալն էր, որը հիմա արդեն ղեկավարում է QR կոդերի մասնավոր ընկերությունը, այսինքն նույն իրավիճակն ունենք պետական պաշտոնյան, նպաստում է որոշակի գործունեության ձևավորմանը, զարգացմանը, հետո գնում մասնավոր համակարգ եւ աշխատում այդ համակարգում։ Երրորդ դեպքի մասին հանրային ես որևէ տեղ որևէ աղբյուրով չեմ տեսել, բայց իմ իրականացրած падգամավորական հարցումների միջոցով ես բացահայտել եմ երրորդ դեպքը եւ կուզեմ, որ դուք դրա վրա ուշադրություն դարձնեք։ Ուրեմն դաստակերտի հանքավայրին է վերաբերվում։ Այդ հանքավայրը ուներ շահագործող ընկերություն մոլիբդենի աշխարհ եւ այդ ընկերության հետ կապված որոշակի, չեմ ուզում շատ մանրամասներով ծանրաբեռնել մեր հեռուստադիտողներին, որոշակի խնդիրներ էին առաջացել դատական գործընթացի մեջ գտնվող գործի ընթացքում տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի եւ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի միջոցով այդ հանքավայրը փաստացի տրվել է մի անձնավորության, որի հետ այս մարդիկ ունեն սերտ հարաբերություններ։ Խոսքը Սասուն Ավետիսյանի մասին է, որը փաստացի դարձել է հանքի սեփականատեր։ Ընդ որում այդ հանքի մասով կա երկու որոշում, այսինքն հանքը բարձ չէ ում է պատկանում իրավաբանորեն, բայց այս պահին շահագործվում է կոնկրետ անձի կողմից, ով ունի սերտ հարաբերություններ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի եւ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի հետ։ Բայց սա դեռ վերջը չէ։ Հովհաննես Հարությունյանը իր պաշտոնը ավարտելուց հետո նշանակվել է հանքավայրում կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ։ Այսինքն նույն գործի հետ, նույն սկզբունքի հետ գործ ունենք։ Պետական պաշտոնյան նպաստում է, որ իր ընկերը ունենա լավ բիզնես, իր մտերիմը ունենա լավ բիզնես եւ հետո գնում է կայուն զարգացնելու այդ բիզնեսը։ Այս երևույթների կոռուպցիոն իրավական գնահատականը կցանկանամ դուք տակ եւ իմ բարձրաձայնած փաստի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, եթե ձեզ կհետաքրքրի, կարող եմ տրամադրել դատական վճիռներից սկսած մինչեւ նախարարի որոշումներ եւ այլ իրավական ակտեր։ Շնորհակալություն։ Ձեր կողմից նշված առաջին եւ երրորդ դեպքերի վերաբերյալ այս բային տեղեկատվության չեմ տիրապետում, ըստ էության նաեւ առաջին անգամ եմ լսում այդ դեպքերի մասին։ Մենք անպայման կուսումնասիրենք ձեր կողմից նշված փաստերը եւ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու դեպքում անպայման համապատասխան ընթացակարգով վարույթ կնախաձեռնվի։ Ինչ վերաբերում է QR կոդերի նորարարության մասով, ապա այս կապակցությամբ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, այս բային գտնվում է ակտիվ նախաքննության փուլում եւ վարույթի ընթացքի եւ արդյունքների մասին համապատասխան հաղորդագրություն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կտարածվի վարույթի ավարտից անմիջապես հետո։ Շնորհակալություն։
Շնորհակալություն, պարոն Նապետյան, ես կուզեի, որ դուք որպես իրավաբան այնուամենայնիվ երևույթի գնահատականը հնչեցնեիք։ Այսինքն, պետական պաշտոնյան, հիմա դուք ոնց որ ձեր տեղում նստած նպաստեք որոշակի բիզնեսի կայացմանը, հետո գնաք այդ բիզնեսը կառավարեք։ Դա կոռուպցիա թե կոռուպցիա չի։ Խնդրում եմ հստակ դրա գնահատականը որպես իրավաբանի տակ։ Առաջին եւ երկրորդ, որ ասեցիք կա քրեական վարույթ QR-ների մասով, կխնդրեմ ասեք, ինչ շրջանակներ են ներգրաված այդ վարույթի շրջանակում, որը վստահաբար նախաքննական գաղտնիությանը չի խանգարի, եւ արդյոք պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, որը այս պահին ղեկավարում է այդ ընկերությունը, որևէ կերպ արդեն ներգրաված է վարույթի շրջանակներում։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Նապետյան։ Շնորհակալություն։ Իրավական գնահատականի մասով Տիկին Թոմասյան, նշեմ, որ մենք քրեական օրենսգրքում ունենք համապատասխան հոդված ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցություն, հա, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն, սակայն նաև այդ հոդվածի համար պարտադիր հատկանիշ է համարվում որևէ կերպ պաշտոնյայի կողմից այդ կազմակերպությանը այս կամ այն ձև առավելություններ տալու հանգամանքը։ Այսինքն, եթե ձեր նշված տեղեկատվության ստուգմամբ պարզվի, որ պաշտոնյան այս կամ այն կերպ առավելություն է տվել կազմակերպությանը, այդ դեպքում մենք կքննարկենք ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցության հանձնակազմի առկայությունը։ Ինչ վերաբերում է վարույթին ներգրաված անձանց մասով տեղեկատվություն տրամադրելուն, նշեմ, որ վարույթում բազմաթիվ անձինք են ներգրավված, ես չգիտեմ կոնկրետ խոսքը ում մասին է ձեր հարցադրումը, եթե այս մասով ունեք լրացուցիչ հարցադրումներ, առաջարկում եմ գրավոր դիմել հակակոռուպցիոն կոմիտե եւ նշված մասով թույլատրելի սահմաններում պարզաբանում կներկայացվի։ Շնորհակալություն։ QR կոդերում ներգրաված անձանց պաշտոնյաների մասով։ Պարոն Նապետյան, տեսեք, եթե ըստ էության հնչում է մեղադրանք, քաղաքական մեղադրանք, Տիկին Թոմասյանը մեղադրանք հնչեցրեց, ես իրավական դեռևս չեմ կարող ասեմ, բայց քաղաքական մեղադրանք փաստերի վերաբերյալ ես համարում եմ, որ փաստերը պետք է ճշտվի, եւ սա ասում եմ որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, եւ հանրությունը պետք է տեղեկություն ունենա դրա զարգացումների մասին, թե մեկ դեպքով, թե մյուս դեպքով։ Մենք անկախ նրանից իշխանությունում ենք, թե ընդդիմությունում, մենք ունենք մեկ միասնական սկզբունք, որը ամրագրված է սահմանության մեջ եւ ամրագրելու է ցանկացած պետության, ցանկացած ժողովրդավարական պետության սահմանության մեջ։ Դա իրավունքի գերակայության սկզբունքն է եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը։ Խնդրում եմ հնարավորության դեպքում ուսումնասիրեք բոլոր փաստերը, որոնց մասին մենք այստեղ խոսել ենք եւ համապատասխան օրենքի շրջանակներում համապատասխան գործընթացներ նախաձեռնեք։ Շնորհակալություն, պարոն Վարդան, ես նաև ուզում եմ հավելել, որ Տիկին Թոմասյանի կողմից ունենք բազմաթիվ հաղորդումներ հասցեագրված հակակոռուպցիոն կոմիտեին, գրավոր հաղորդումներ, որոնք այս բան եւս ստուգողական գործողությունների փուլում են, եւ մենք բարբերաբար գրավոր նաև իրազեկում ենք Տիկին Թոմասյանին այդ ստուգողական գործողությունների արդյունքների վերաբերյալ, նաև հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, առաջիկայում նաև մենք պատրաստ ենք կոնկրետ այս հարցադրումների կամ Տիկին Թոմասյանի կողմից ներկայացված այլ հաղորդումների ստուգման արդյունքների վերաբերյալ իրազեկող հաղորդագրություններ տարածել։ Շնորհակալ եմ։